50-րդ գլուխ 5-7-րդ համարները Բայց անիգա մեր մեղքերուն համար վիրավորվեցավ եւ մեր անօրենություններուն համար ձեծվեցավ մեր խաղաղության բադիժը անոր վրա եղավ եւ անոր վերքերով մենք բժշկվեցանք ամենքս ոչխարներու պես մոլորեցանք ամեն մեկս իր ջամփան դարձավ դերը մեր ամենուն անօրենությունները անոր վրա դրավ անիգա անիրավություն գրեց ու չարչարվեցավ բայց իր փերանը չփացավ մորթվելու դարվող ոչխարի պես եւ խուզողներուն արչեւ մունջ կեցող մակիի պես այնպես իր փերանը չփացավ շանագենք մեր başնամուկ երկելով երկտիվ 82 ոտքի վրա առաջին երկրորդ եւ 4-րդ համարները Լսածեմ ես բրճի միսեր, յանալի միսեր է այն հարգավ, բայց միթե թողելով նա պարծեր, սուրբ սիրով լեցված ինձ համար, ինձ այո ինձ համար ինձ համար մեր դերն անսահման իր սիրով իջավար իր մահվան փրկելու քեզ եւ զիս լսած եմ թե անհանցան դանչեցավ խաչվեցավ չարաչար բայց կանդեղ մսված թե դանջան ջաշագեց խաչվեցավ իրոքից համար դանչեցավ խաչեցավ ինձ համար ինձ այո ինձ համար ինձ համար մեր դերն անսահման իր սիրով իջավար իր մահվան փրկելու քեզ եւ զիս խնդրեմ դեր իմս է որում ես դիմեմ թե ոչ քեզ ամոլար ըսեց այնով սուրբ եւ սիրուն թե փրկիչ եւ երկինք մգա ինձ համար գա փրկիչ եւ երկինք ինձ համար ինձ այո ինձ համար ինձ համար մեր դերն անսահման իր սիրով իջավար իր մահվան փրկելու քեզ եւ զիս Մի շանագեմ կարդալ 8-ն Եսայի 50-րդ գլուխ 8-րդ համարը մինչև 10-րդ համարները Նեղությամբ եւ դադարությամբ վերցվեցավ ու անոր ասկադոմը ով պիտի հայտնի Քանզի անիգա գենթանիներուն երկրեն գդրվեցավ անիգա իմ ժողովրդիս հանցանքին համար զարնվեցավ անոր քերեզմանը ամպարիչներու հետ տրվեցավ բայց երբ մերավ հարուստին հետ եղավ քանզի անիգա անօրենությունը չկործեց ու անոր պերնի մեջ նենկությունը չգտնվեցավ դերը հաջեցավ որ անջզմվի եւ դակնաբի հանդիպի եւ իր անձը մեղքի համար ողջագիզե անիգա սերունդ մը պիտի տեսնե իր օրերը պիտի երգնցնե ու դերոջը գամքը անոր ցերկով պիտի հաջողի ամեն մեր նստած դերեն պիտի երկենք երկտիվ 158
Հիսուս քու կյանք տանկին դվիր ինձի Ես բարդական եմ կյանքս զոհել քեզի Հոգիս թող քեզ բաշտե իր ուխտը գադարե նվեր մալնձայե գերիմ քեզի գերտամատոշ նորած հանուն փրկչիս հավատքս կնայի Փերեխոսիս օգնեխած դանելու մեծերդ բատմելու մաղթանքս ուղղելու հոր Աստուծույց շնորհ որ աշխատի նման քեզի որ յուրաքանչյուր քոր սիրելի բարիք մսկսած մեկ օրհնություն կործված մեկ գործ բյալ փրկված ծերոքս լինի Ինչ որ ունիմ և եմ գուդամ քեզի Իմ անսրդում ուրախ քու գիր լինի Եվ երբ երես տեսնամ վերնալ արջի տինամ Այն ժամ պիտի ելնամ նվեր քեզի Իդիգարտամ Մատթեոս 27:44 Այն ադեն գուսագալին զինվորները բալադեն ներսարին Հիսուսը ու բոլոր զինվորներուն քունթը անոր վրա ժողվեցին Զանիգա մերգացնելով գարմիր վերարգումը հագցուցին անոր ու փուշերեբսակ մհյուսելով անոր գլուխը կրին ու եղեգմը անոր աջ ցերքը Եվ անոր աչև ծունգի վրա քալով գծաղրեին Զանիգա ու գսեին ողջույն քեզ հրեից թագավոր Եվ թքնելով անոր վրա եղեգը գարնեին ու անոր գլխուն գզարնեին Շարունակեցին ծաղրել Զանիգա վերարգուն վրային հանեցին ու իր հանդեցները հագցուցին անոր եւ դարին Զանիգա խաչը հանելու Դուրս ելելով գյուրենացի մարդ մկդան Սիմոն անունով Զանիգա բահակ բռնեցին, որպեսզի անոր խաչը վերցնե։ Եկան կողքոտ ասված տեղը, որ է զանգի դեղ, քանքի դեղ։ Լեղիով խառնված քացախ տվին անոր, որպեսզի խմե։ Երբ համը արավ, խմել չուզեց։ Զանիգա խաչը հանեցին, եւ անոր հանդեցները վիճակով բաժնեցին, որպեսզի մարգարեի նսվածը գադարվի։ Իմ հանդեցներս իրենց մեջ բաժնեցին Եվ իմ բատմուջանիս վրա վիճակ ցկեցին Անոնք նստեր Զանիգա գբահեին Անոր գլխուն վրա իր հանցանքը գրված կթրին Թե ասիգա է Հիսուս հրեից թագավորը Այն ադեն անոր հետ երկու ավազակ խաչվեցան Մեկը անոր աջ կողմը ու մեկը ցախ կողմը Անոնք որ գանցնեին գհայոյեին անոր Գլուխնին գշարժեին ու գսեին Տուն որ դաջարը գքագեիր եւ 3 օրվան մեջ կշինեիր ինձ ինքդ ազատե
եթե Աստծո որդին ես, իջիր այս խաչեն։ Նույնպես էլ քահանայապետները թբիներուն ու ձերերուն հետ ծաղրելով գսեին. ուրիշները ազատեց, ինքզինք չի գնար ազատել, եթե Իսրայելի թագավոր է, թող հիմա իջնե խաչեն եւ իրեն հավատանք։ Աստծո հուսացեր է, հիմա թող բրգե ադիգա, եթե գուզե։ Վասնզի ըսավ, թե ես որդի Աստծո եմ։ Իրեն հետ խաչված ավազակներն ալ նույնպես գնախադեին զանիգա։ Ոտքի վրա պիտի շարունակենք մեր բաշնամուկ երկելով երկտիվ 57-ը։ Գարտացիր խաչին պատմությունը, ուր դեր Հիսուս մերա, խոցված գողեն վազեց արյունը, և բարդ կսկավեցավ, խուկավության համար այո կավության համար ինձ էր որ զինք մատնեց մահվան միայն կավության համար գարտացիր ինչպես տրին գլխուն Ըսակ մպուշեղեն Ըսավ հայրադոնց դուր թողություն չեն գիտեր ինչ գնեն Կուկավության համար մեր ավան այո կավության համար Ինձ էր որ զինք մատնեց մահվան միայն կավության համար Գարտացիր խաչված ավազակը դեր հիշեզիս ըսա Հիսուս ներեց իրեն հանցանքը և իսկույն փրկվեցավ ու կավության համար մեր ավան այո կավության համար ինձ էր որ զինք մատնեց մահվան միայն կավության համար Գարտացիր Հիսուս քեզ համար էր քոչեց գադարվեցավ Թունես իր շնորհակալ եմ ով դեր շնորհքիդ համար ապավ Կավության համար մեր ավան այո կավության համար ինձ էր որ զինք մատնեց մահվան միայն կավության համար Պիտի շարունակենք կարդալ Աստծո սրբազան խոսքեն Մատթեոս 27:45 66-րդ համարները 6-րդ ժամեն մինչև 9-րդ ժամը բոլոր երկրին վրա խավար եղավ Ժամը 9-ին ադենները Հիսուս մեծ ձայնով աղաղեց ու ասավ Էլի էլի լամա սաբակտանի որ ասել է Աստված իմ ինչու զիս թողուցիր
Անոնց մե ոմանք որ հոն գայներ էին, երբ լսեցին իրեն, ըսին, ադիգի Եղիան կգանչի։ Շուտ մանոնց մե մեկը վազեց, աբունք մարավ, կացախով լեցուց ու երեքիմը վրա անցնելով դվավ անոր որբեսի խմե։ Մույսները եսին թող դուր, տեսնենք թե Եղիան պիտի կա ադիգա ազատելու։ Հիսուս դարձյալ մեծ ցայնով աղագեց ու հոգին ավանդեց։ Ահա դաջարին վարակույրը վերեն վար երկուքի բաժնվեցավ։ Երգիրը շարժեցավ, քարերը բադրեցան, գերեզմանները բացվեցան, ու շատ մսուրբ ննչչյաններուն մարմինները հարություն արին։ Եվ գերեզմաններն ելան անոր հարութենեն հետո, մդան սուրբ քաղաքը, ու շատերու երևցան։ Բայց հայրաբեդը եւ անոր հետ Հիսուս բաղողները, երբ տեսան երկրաշարժը ու եղած բաները, շատ վախցանուսին։ Արտարև ասիգա որդի Աստծո էր։ Հոն շատ գիներ գային, որոնք հերույեն գնային, որոնք Գալիլեային Հիսուսին ետևեն եկան իրեն ծառայություն ունելու։ Անոնց մեջ էին Մարիամ Մագդաղենացին եւ Հակոբոսին ու Հովհաննեսի մայրը Մարիամը եւ Չեպետեոսի որդիներուն մայրը։ Երբ իրիկուն եղավ, Արիմաթիային հարուստ մարդ մի եկավ, որուն անունը Հովսեփ էր, որ ինքնալ Հիսուսի աշակերտ էր։ Ասիգա Պիղատոսին կով երտալով Հիսուսին մարմինը խնդրեց։ Այն ադեմ Պիղատոս հրաման արավ, որ մարմինը դրվի։ Հովսեփ մարմինը արավ, մաքուր գդավով պատտեց ու դրավ իր նոր գերեզմանի մեջ, որ քարե փորված էր, եւ գերեզմանին թուրը մեծ կարմը կլորերով գնաց։ Հոն Մարիամ Մագդաղենացին եւ մույս Մարիամը գերեզմանին դիմաց նստած էին։ Հետևյալ օրը, որ ուրբաթեն հետո էր, քահանայապետները ու պարիսեցիները ժողովեցան Պիղատոսին կովուսին։ Դեր, գիշենք թե այն մորոցիչը իր գենտանության ադեն գսեր թե 3 օրեն հետո հարություն պիտի առնե։ Ուստի հրաման էր, որ մինչև 3-րդ օրը գերեզմանին իշխուշություն թողնեն։ Չլա թե իր աշակերտները գիշերով կան, զանիգա կողնան եւ ժողովրդին ասեն թե մերելներեն հարություն արավ։ Ու ետքը մորորություն առաջինեն կեշ կլա։ Պիղատոս անոնց ասավ. Դուք ունիք բահաբան զինվորներ, կացեք ըսկուշություն ըրեք, ինչպես որ գուզեք։ Անոնք ալ կացին գերեզմանին ըսկուշություն ըրին, քարը գնկելով ու բահաբան զինվորներ տնելով։ Ամեն։ Այսերգուն այստեղ հավաքված ենք հիշելու մեր Տերոջը եւ մեր Փրկին Հիսուս Քրիստոսի չարչարանքները եւ խաչելությունը։ Հավաքված ենք, որովհետեւ այսօր կգոչենք ավակ ուրբաթ։ Ինչու ավակ ուրբաթ? Որովհետեւ դարվա 52 ուրբաթներուն մեջ ամենակարևոր եւ ամենամեծ համարվող ուրբաթ օրն է, որ աշխարհի ստեղծիչը մարմին արած մարդ եղած եկավ աշխարհի բնակչությունը մարդկությունը փրկելու եւ ադիալ իր մահվամբ իր զոհաբերությամբ, իր արյունը թափելով, որովհետեւ մարդ արարած հավատալով իրեն, խոստովանելով իր մեղքերը ապաշխարությամբ կարողանա փրկությունը ստանալ։ Ադորամար հավաքված ենք այստեղ։ Հավաքված ենք, որովհետեւ մեր հավատքը եւ մեր նվիրումը անգամ եւս նորոգենք։ Հավաքված ենք անգամ եւս հիշելու համար այս կարևորագույն դեպքը աշխարհի պատմության մեջ։ Անորոշ ես պիտի խնդրեմ, որ առաջ որ այսօրվա մեր նյութին անցնենք, եկեք մեր գլուխները խոնարհեցնենք, փառք տալով Աստծո նախ
այս իր անսահման եւ անհուն սիրույն, որբեսի վես մեղավորներու փրկության թուր բացավ։ Ով Հայր, շնորհակալ ենք քեզ մե, որ մեզ այսօր արիթը տված ես հավաքվելու կուտանդ մեջ եւ մեզ մեջ շատերու իրենց դուներեն հետևելու մեզի հետ, որովհետեւ կարողանանք հիշատակել այս օրը, որուն մեջ տուն աշխարհի մեղքը գրեցիր եւ մեր բոլորին դեղ քինը վճարեցիր, որովհետեւ մենք քեզի հավատալով, խոստովանելով մեր մեղքերը, զղջալով մեր մեղքերուն համար, խոնարեցնելով մեր սրտերը եւ մեր հոգիները, ապաշխարությամբ քանք քու արջևդ եւ դու ներես մեզի եւ մեզի նոր կյանք բարգեւես, մեզի նոր դարձնես։ Շնորհակալ ենք քեզ այս անհուն սիրույն համար, որտունով Տեր Հիսուս քու կյանքդ մեզի համար դվիր, մեր դեղը քինը վճարեցիր եւ մեզի երկինքի ջամփան բացիր եւ մեզի արիթը դվիր, որովհետեւ քու հետդ հավիտենական կյանքը վայելենք։ Շնորհակալ ենք քեզ մե ով Տեր։ Եվ հիմա գաղութենք, որ կուտանդ մեջ եւ քու խոսքիդ առջև գեցած ենք։ Ով Տեր, գաղութենք, որ մեր սրտերը եւ մեր մտքերը բանաս այս օրվան մեջ, այս երեկոյին մեջ ով Տեր, ինչ որ գուզես ըսել մեզի, շնորհքը դուր, որ քու խաչիդ առջև գեցած ով Տեր, մտի գնենք քու խոսքդ, մինչ կհիշատակենք ով Տեր քու զոհաբերությունդ, անգամ եւս շնորհակալ ենք քեզ մե եւ փառք կտանք քեզի։ Այս բահը կանցնենք քեզի, ուղե եւ առաջնորդե մեզի ով Տեր, թող քու սուրբ հոգիդ ներկա ալա մեզի հետ, փառքը, բադիվը եւ երկրպագությունը գվայելե քեզի։ Ամեն։ Անցյալ գիրակի մենք դարձյալ հիշատակել է ավելի դոնախմբեցինք մեր Տերոջ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, որ ինչպես այդ մուտքը հadoop մուտք մներ, որովհետև Հիսուս ասկի առաջ Երուսաղեմ եկած էր, բայց այս անգամվա Երուսաղեմ քալը ամբողջությամբ դարբեր էր, որովհետև եկած էր Երուսաղեմ ոչ թե միայն մնալու եւ երթալու, այլ եկած էր Երուսաղեմ իր կյանքը տալու։ Շատերը չհասկացան ադիգա եւ գործընծուցին մեծ արիթմը։ Եկավ թագավոր, բայց իբրև խոնար թագավոր, նստած իշումը վրա, որ նույնիսկ իրենը չէր, փող առնված էր։ Եվ տեսանք ինչպես ժողովուրդը սկսավ բացականչել եւ ասել Օվսաննա, փրկե մեզի։ Եվ շատերը իրենց հանդերձները հանեցին, ջամփան ցկեցին, որովհետեւ թագավորը մտնե այն հույսով, որ այս թագավորը իր հրաշքներով, զորությունով կարողանար փրկել Իսրայելը հռովմեական բռնադիրութենեն։ Հաջորդ օրը Հիսուս դաջար գնաց եւ դաջարին մեջ են մաքրեց այն բոլոր վաճառականները, որովհետեւ այդ շաբաթ զադիգ էր, այսինքն հրյաներու Եգիպտոսեն ելնելու զադիգն էր եւ ըստ հրյական օրենքին պետք էր ամեն մեկ դուն քառնուկը քներ անարատ 1 տարեկան արու դղա քառնուկը եւ զադիգի քիչերը մորթեին եւ ոտքի վրա եփեին եւ ուդեին եւ միջև արդու երբեք այդ քառնուկեն միս մբեք չեր մնար հիշադակելու համար ինչ որ
հարյուրավոր տարիներ առաջ Եգիպտոսի մեջ այդ վերջին իրիգունի եղավ եւ այդ զադիգը դոնախմբել են վերջ եգիպտացիներն դուրս ելան Իսրայելի ժողովուրդը։ Ուրեմն այդ իգա պիտի գդարվեր քանի օրեր վերջ։ Անոնը մարգուկային եւ վաճառականները դաջարին մեջ քարնուկներ եւ ոչխարներ գծախեին։ Հիսուս Երուսաղեմ մտնելուն հաջորդ օրը, թեպետ նույն օրը Երուսաղեմ մտած օրը Աստծո խոսքը մեզի գսե որ քնած եւ աչքի անցուց դաջարը, որովհետեւ վաճառականները կպատրաստվեին որ հաջորդ օրվան։ Հիմա 3-4 օր առաջ գծախեին քարնուկները, ինչու որբեսի քնոները քան իրենց դունը դանին եւ այդ 3-4 օրվա ընթացքին նային եթե քարնուկը առողջ է, որբեսի մորտեն։ Եթե առողջ չէ քարնուկը, ետ կվերադարձնեին, որբեսի ուրիշ առնեն։ Ուրեմն Հիսուս այդ օրը, որ Երուսաղեմ մտավ, փոխանակ շատերու ակնկալության, որ բալատ պիտի երթա եւ թագավորին թեմ պիտի գրվի եւ պիտի ազատագրես իրենք, Հիսուս ջամփան փոխեց եւ Երուսաղեմի դաջարը գնաց։ Հոնգերը սկսավ արդեն որոշ հուսախաբությունը։ Հաջորդ արդու ուրեմն Հիսուս այդ գիշեր Փեթանիա գնաց, հավանաբար Ղազարոսի, Մարիամի եւ Մարտայի դունը մնաց եւ հաջորդ արդու եկավ դաջար եւ բոլոր այդ վաճառականներուն դուրս վրընդեց։ Եվ սա որ իմ հորս դունը աղոտքի դուն պիտի գոչվի։ Բայց դուք ադիգա ավազակներու քարայր ըրիք, այր ըրիք, բահվելու դեղ ըրիք։ Եվ այնտեղ են սկսավ թշնամությունը։ Եվ այդքան թշնամությունը շատացավ, որ եւ հրի առաջնորդները եւ ժողովուրդը իրենց հույսը գործընծուցին։ Եվ կակատնագենին հասավ ադիգա, երբ որ Հիսուս սկսավ մեծապես քննադատել փարիսեցիները եւ սադուկեցիները եւ ադիգա կտեսնենք Մատթեոս ավետարանի 20-րդ գլուխին մեջ։ Ինչպես Հիսուս կհարցակի։ Եվ կակատնագետին հասավ այս հագասությունը, հագարագությունը Հիսուսի եւ հրյա առաջնորդներուն միջև։ Ուրեմն անոնք իրենց հույսը գդրեցին եւ ջամփա կփնտրեին, որ ինչպես Հիսուսը բռնեն եւ արիթմը գտնեն թադը դեսնելու, որովհետեւ զինք մերցնեն։ Անշուշտ գիտենք պատմությունը, որ Հիսուսի աշակերտներն մեկը թուրը բացավ, հութան, որովհետեւ զանիգա մատնե։ Եվ գիտեք ինչպես գնաց եւ համացայնեցավ 30 արծաթի։ Եվ անոնք ուրախացան եւ պատրաստեցին դրամը։ Եվ ասե հութա լավ արիթմը կփնտրեր, որովհետեւ Հիսուսը մատնե։ Երեք այստեղ դարձյալ հիշատակեցինք վերջին ընթրիքը, որ Հիսուս իր աշակերտներուն հետ ունեցավ եւ այդ վերջին ընթրիքը զադիգը դոդեցին։ Եվ ոչ թե միայն Հիսուս, այլ ամբողջ Իսրայելի ժողովուրդը զադիգը դոնեցին։ Ինչպես որսի որ գերտային եւ գկնեին քարնուկը 3-4 օր կովերդին կբահեին, ուրեմն եթե հաշիվնենք որ ձագազարտեն 1 օր յետք Երուսաղեմի մուտքեն 1 օր յետ 2 շաբթի եթե ամեն մարդ իր քարնուկները քնեց կամ քնած պետք էր լար, բայց չենք գիտեր եթե հաջողեցան քնել, որովհետեւ Հիսուս դաջարեն դուրս հալեց այդ բոլոր վաճառականները, բայց եւ այնպես 5 շաբթի պետք էր զադիգը դոնեին, 5 շաբթի իրիգուն։ Եվ Հիսուսալ իր աշակերտներուն հետ վերնադան մեջ զադիգը դոնեց։ Եթե գիշեք իր աշակերտները իրեն հարցուցին եւ ասին, ուր գուզես որ զադիգը դոնենք։ Եվ Հիսուս ուղղություն տվավ, որ դուն մգա, վերնադուն մգա եւ այնտեղ զադիգը պիտի դոնեն, աշակերտները կացին եւ այնտեղը պատրաստեցին ընթրիկը։ Եվ 3 ադոր հիշատակումը եղավ, որ Հիսուս իր աշակերտներուն ոտքերը լվաց եւ Սուրբ հաղորդության առաջին թեփքը դեղի ունեցավ, երբ որ հացը գդրեց
իբրև իր մարմինը եւ քինին բաժնեց իբրև իր արյունը։ Եվ ատկեց վերջ հութա դուրս ելավ, որովհետեւ հրի առաջնորդներուն դերը ցույց տե, թե ուր է Հիսուս։ Հիսուս գնաց Գեթսեմանի բարձեզը, հոն աղոթեց իր հետ առնելով 3 աշակերտներ։ Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս, որոնք չի գրցան աղոթել, քնացան։ Այդ գիշերը հութա եկավ Գեթսեմանի բարձեզ եւ ցույց տվավ ուր է Հիսուս եւ համբույրով մատնեց Հիսուսը։ 3 մենք ադիկա հիշադակեցինք։ Հետաքրքրականորեն, երբ որ բռնեցին Հիսուսը, գես գիշեր էր գրեթե։ Մինչև արդու թադավարություններին։ Գես գիշերեն մինչև արդու։ Չեցիկեցին, որ ովևէ մեկ վարյան անցնի, ինչու համար, գիտեք։ Ամեն բան Աստծո կարգադրությունով էր։ Ինչպես որ Իսրայելի ժողովրդի ընտանիքները քառնուկներ գքնեին, որովհետեւ այդ քառնուկը մորթեն, Աստվածալ իր քառնուկը ուներ։ Գիշեք որ Հովհաննես Մգրդիչ, երբ որ Հիսուսը առաջին անգամ տեսավ ինչ ասավ, ահա Աստուծո քառնուկը, որ աշխարհի մեղքը գվերցնե։ Ուրեմն պետք է նույն ժամանակ մորթվեր քառնուկը։ Ամեն մեկը իր քառնուկը եւ Աստված իր քառնուկը։ Եվ Աստուծո կարգադրությամբ այդպես ալ եղավ։ Բռնեցին զինքը եւ մինչև արդու 2 թադավարություն եղավ։ Մեկ հատ գրոնական թադավարություն եղավ, հրեական գրոնական թադավարություն եղավ, քահանայապետին դանը մեջ, իսկ երկրորդը հռոմեական թադավարություն եղավ, ուրեմն Բիլադոսի բալադին մեջ։ Եվ Հիսուսը մեկ տեղը մյուստեղ ղրգեցին։ Եվ ամեն մեկը մյուսին վրա ուզեցնել, թե ով թադավարություն պիտի, թե ով մահապատիժի պիտի ենթարկե։ Բիլադոս ուզեց խուսափիլ, բայց վերջավորության երբ որ անգյունի եկավ եւ չի գրծավ, հրամայեց որ խաչեն եւ իր ցերկերը լվաց։ Եվ Հիսուս ադիգա գեղձավորություն համարեց։ Բիլադոս փորձեց Հիսուսը ազատ արձակել, բայց չի գրծավ։ Գինը եկավ իրեն ասավ, այս մարդուն հետ գործ մի ունենար, որովհետև ամբողջ գիշերը երազներ տեսա այս մարդուն վրա։ Չեն գիտեր ինչ տեսավ իր գինը։ Բիլադոս ուզեց ազատագրել Հիսուսը եւ ամենամեծ ոճրակորձը բերավ եւ հրյա ժողովրդին առջև դրավ, ասակ որու գուզեք ազատեմ։ Հիսուսը թե Բարաբբան։ Հիսուս հորը որդին, հոր Աստծո որդին, Բարաբբա, մյուս անձը։ Գիտեք Բարաբբա ինչ կնշանակե։ Բար կնշանակե որդի, Աբբա կնշանակե հայր։ Անոր անուննալ հորը որդին էր։ Երկուքն նույնն էին, բայց մեծ տարբերությամբ, որ Հիսուս, որ հորը որդին էր, սուրբ էր, անմեղ էր, մաքուր էր եւ անարատ էր։ Ինչպես որ քառնուկները պետք էր որ լային։ Բայց աշխարհի Բարաբբան ոճրակորձ էր։ Եվ ժողովուրդը այդ ոճրակորձին ընտրեց, որպեսզի ազատ արձակվի։
Աշխարհը այսպես կսե։ Աշխարհը մաքուրը չընդունիր։ Աշխարհը սուրբը չընդունիր։ Աշխարհը Աստուծո զավակը չընդունիր։ Գընդունի մեղավորը։ Ոչ թե որովհետև մեղավորը լավ է, հապա որբեսի Աստուծո զավակը չարչարվի, խաչվի եւ մեռնի, որբեսի մեկը իրենց մեղադրող չլա։ Եվ բացականչեցին եւ ասին խաչը հանե։ Խաչը հանե։ Լավ ինչ սխալ երավ։ Կարևոր չէ, խաչը հանե։ Ինչու համար։ Որովհետև Հիսուս իրենց մեղքերը մեջտեղ հանեց։ Ինչ տեսակ թակավորն է հասիգա։ Որ ասկայն դգար երևցավ, թեպետ զորությունով լեցուն, բայց չի կործածեց իր զորությունը։ Այն ժողովուրդեն շատեր, որ Օվսաննա որացին, օրտնյալ է անվոր գուկա դերոջ անունով, 3 օր վերջսին խաչը հանե։ Ինչու։ Որովհետև մեր ուզածը չրավ։ Մեր ուզածը չրավ։ Շատ անգամներ մենք ալ այսպես կվարվենք։ Աստված մեր ուզածը չներոր։ Եվ մեր մեջը թշնամական հոգի մը կսկսի։ Նույն հոգին է։ Նույն մարդն է։ Աստված իմ պատասխան, իմ աղոթներոց չի պատասխանել, որ իմ ուզածս չներգոր։ Եվ թշնամությունը կսկսենք։ Խաչը հանե, որովհետև մեր սխալները մեջտեղ հանեց։ Խաչը հանե, որովհետև մեզի բադվիրեց, որ խոնարինք, խոստովանինք մեր մեղքերնից, ասի մեր հաշիվին չի կար, խաչը հանե։ Ով իր սխալները թյուրությամբ կընդունի։ Որու համար թյուրին է ասել, որ ես սխալեցա։ Ժամանակ կարն է հետերնից։ Եթե սխալ մանենք, մեղ մը կործենք, հանցան մը կործենք, որպեսի կիտակցինք, որ մենք էինք պատասխանատուն, ժամանակ կարն է հետերնից։ Եվ ադեններ ալ, երբ որ ժամանակ ալ արնե և կիտակցինք, որ մենք սխալ էինք, հանցանքը ուրիշին վրան գնետենք։ Ուրիշն է մեղավորը, անոր համար ես սխալեցա։ Ով իր սխալը կընդունի։ Դժվար է մեկը իր սխալը ընդունի։ Ասիգա մարդու հոգին է։ Մենք ալ նույնն ենք։ Չեմ գիտեր, եթե մենք այդ ամփոխին մեջ լայինք, ինչ պիտի ասեինք։ Որ մենք խումբեն պիտի լայինք։ Բայց այս բոլոր եղելությունները, որ պատահեցան, հարյուրավոր տարիներ առաջ գրված էին։ Բոլոնց մեկ քիչ առաջ կարտացվեցավ։ Եվ ամենին նշանավոր գլուխը Եսայի 53-ն է, որ ամբողջությամբ Քրիստոսի մասին մարգարեություն է։ Անիգա մարդոցմե անարգվեցավ ու երեսե ցկվեցավ, վիշտերու դեր ու ցավերու դեղյակ եղավ, անգե երես դարձնելու մարդու պես եղավ, անարգվեցավ ու զանիգա չհարքեցինք։ Ասի 600 տարիներ առաջ գրված էր։ Հիսուսի խաչելուտեն են 600 տարիներ առաջ մոտավորապես։ Ամեն անգամ, որ մենք մեղ կգնդրենք, բնականաբար Քրիստոսը գմերժենք։ Բնականաբար։ Եվ այդ մարգարեության մեջ շատ ուրիշ խոսքեր գրված են, որոնք որքան իրական են խաչելության հետ կապված։ Գարձես թե Եսայի մարգարեն այդ օրը ներկա էր եւ գկրեր գոր դեսածները։ Անիգա մեր ցավերը վերցուց։ Մեր վիշտերը իր վրա արավ։ Մենք զանիգա վիրավորված ու աստուծմեն զարնված ու չարիքի հանդիպած սեբեցինք, բայց անիգա մեր մեղքերուն համար վիրավորվեցավ եւ մեր անօրենություններուն համար ձեցվեցավ։ Մեր խաղաղության բադիժը անոր վրա եղավ եւ անոր վերքերովը մենք բժշկվեցանք։ Ամենքս ոչխարներու պես մոլորեցանք։ Ամեն մեկս իր ճամփան դարձավ։ Դերը մեր ամենուն անօրենությունը անոր վրա դրավ։ Դերը մեր ամենուն անօրենությունը, մեղքը, հանցանքները
անոր վրա դրավ։ Հայերենով ասոր գսեն փոխարինում, անգլերենով substitution, այսինքն մեկը քու դեղդ կառն է։ Այն բադիժը, այն քինը, որթուն պիտի վճարես, մեկը գուկա պատրաստ կլա քու դեղդ ինքը ընելու։ Հիսուս ճիշտ ադիգա արավ։ Եվ մենք այսօր ադիգա գհիշադագենք։ Եվ այս փոխարինումը Հիսուսի մեր դեղը առնելը ավակ ուրբադորվա հիշադակության սիրտն է, գորիզն է։ Հիսուս որ խաչին վրան էր եւ մահվան քինը վճարեց, մեղքին քինը վճարեց իր մահովը, ադիգա յուրաքանչյուրիս բաժինն էր որ պիտի ելնար, բայց չեղավ, որովհետև ինքը ըրավ ադիգա յուրաքանչյուրիս համար։ Բողոս առաքյալ գսե վասնզի Աստված զանիգա որ մեղք չեր գիտեր։ Հիսուս երբեք մեղք չուներ, մեզի համար մեղավոր սևեց։ Յուրաքանչյուրիս համար Հիսուս մեղավոր սեպվեցավ, թեպետ ինքը մեղք չուներ, որպեսզի մենք անոր միջոցով Աստուծո արդարները ըլլանք։ Ուրեմն այցեք ինչ եղավ։ Հիսուս Աստուծո արդարը եւ մենք մեղավոր մարդիկս։ Մեր մեղքերը Հիսուսի վրա եկավ եւ Հիսուսի արդարությունը մեր վրա եկավ։ Փոխարինվեցավ։ Ասիկա Աստուծո սերն է յուրաքանչյուրիս հանդեպ։ Գտեցնեք Աստված յուրաքանչյուրիս որքան գսիր է, որ մեր մեղքերը առնելով Հիսուսի վրա դրավ, եւ ոչ թե միայն այդպես, որովհետեւ մեր մեղքերը առնելով Հիսուսի վրա դրվելը քին պետք է վճարվի։ Ադորամար Հիսուս իր կյանքը տվավ, քինը պետք է վճարվի այդ մեղքերուն համար։ Եվ Հիսուսի արդարությունը մեզի դրվեցավ։ Եվ այդ արդարությամբ մենք գարելիություն ունենք հավիտենական կյանքը ունենալու։ Ասիկա Աստուծո սերն է յուրաքանչյուրիս հանդեպ։ Ամենքս մեղք գործեցինք եւ Աստուծո փառքեն բացեցանք։ Բայց անոր շնորհքով եւ Քրիստոս Հիսուսով եղած փրկությունով ծրի գարտարանանք։ Ծրի գարտարանանք։ Այս Աստծո սերն է։ Ասիկա Աստուծո շնորհքն է, որ մեր վրա թափեց։ Ամբողջ աշխարհի մարդկության վրա թափեց։ Աստված երկնքի թուր բացավ մեր առջևը Հիսուս Քրիստոսով։ Միայն իրմով գա այդ փրկությունը, որովհետև միայն ինքն է, որ կարողություն եւ կարելիություն ունի մեղքեր առնելու եւ ադորքինը վճարելու։ Քրիստոսի խաչով Աստուծո արդարությունը եւ Աստուծո ողորմությունը իրար հանդիպեցան։ Խաչը ինչի նշան է։ Աստծո արդարության եւ Աստծո ողորմության, այս երկուքը իրարու կով եկան։ Աստծո արդարությունը, որ պետք է մեղքի քինը վճարվի, իսկ Աստծո ողորմությունը, որ թուն վճարելու Հիսուս ինքը վճարե։ Ուրեմն Աստծո արդարությունը եւ ողորմությունը կով-կովի եկան։ Անոր համար խաչը զորություն ունի։ Ոչ թե ոյ մեկ խաչ, շատեր խաչվեցան։ Հիսուսի կով երկու ավազակներ խաչվեցան։ Բայց Հիսուս Քրիստոսի խաչը զորություն ունի, որովհետև հոն Աստուծո արդարությունը եւ Աստծո ողորմությունը նույն դեղի վրա եղան։ Մյուս խաչվողներուն այսպես չեղավ։ Մյուս խաչվողները աշխարհի արդարությունը ունեցան։ Թադավարություն եղավ, մեղավոր են, մեղք գործած են, իրենց մեղքին քինը վճարեցին։ Բայց Հիսուս մեղք գործած չէր։ Բայց մեր մեղքերուն քինը վճարեց։
Անոր համար Հիսուսի խաչը զորություն ունի։ Անոր համար մենք խաչ կտնենք։ Բոլոր եկեղեցիները խաչ կտնեն։ Իրենց շենքի վրա խաչ կտնեն։ Եկեղեցիի մեջ խաչ կտնեն։ Մեր տուներում մեջ խաչ կտնենք։ Շատ անգամներ խաչ կգաղենք։ Ինչու՞։ Ադի ուրիշի խաչը չի, ադի Հիսուս Քրիստոսի խաչն է։ Որտեղ այդ խաչին մեջ զորություն կա։ Եվ որքան կարևոր է գիտնալ եւ հասկանալ այդ զորությունը, որ Հիսուս Քրիստոսի խաչին մեջն է։ Որտեղ այդ դերն է, որ մենք փրկություն ստացանք։ Ճիշտ հոն է։ Անոր համար խաչը այդքան զորավոր է։ Եվ այդ խաչին վրա գրվեցավ, այս է Հիսուսը, հրյաներուն թագավորը։ Բիղադոս գրեց, Հիսուսն անսովորեցի, հրեից թագավոր։ Օ Սինվարյամը ինքը սավ հրեից թագավոր է։ Սավ լրեցեք, ինչ որ գրեցի։ Ադի մարգարեական էր։ Աստված թույլ տվավ, որ այդպես գրե Բիղադոս, որովհետև իսկապես Հիսուս թագավոր էր։ Եվ թագավոր է, եւ հավիտյան թագավոր է։ Իր գլուխի վրա գրվածինը ճշմարտություն էր։ Ոչ թե միայն հրյաներու թագավոր էր, այլ ամբողջ աշխարհի թագավորն էր։ Բայց ինչպես թագավոր է այս մարդը։ Խաչին վրա ինչպես թագավոր գլա։ Թագավորը աթորի վրա գլա, թագավորը բալադի մեջ գլա, թագավորը խաչի վրա չլար։ Բայց Հիսուսի թագավորությունը խաչին վրա են գլա։ Ինչու համար։ Որտեղ աշխարհի թագավորներուն համար իրենց ծառաները գմերնին, որովհետեւ թագավորը ողջ մնա։ Բայց Հիսուսի համար Հիսուս ինքը գմերնի, որովհետեւ իր ծառաները կյանք ունենան։ Անոր համար Հիսուս հատուկ թագավոր է։ Բարս թագավորը չէ։ Ուրիշ թագավորները բալադի մեջ կբահվդին, իրենց ծառաներուն գըրգեն եւ իրենք ապահով են։ Բայց Հիսուս ճիշտ հագարակը դրավ։ Ինքը պատրաստի տաշտ գնաց։ Ինքը առաջինը մահացավ։ Որովհետեւ ես եւ տուն կյանք ունենանք եւ ալավերի կյանք ունենանք։ Անոր համար Հիսուս ինչ ասավ։ Ասկե ավելի մեծ սեր մեկը չի գտնար ունենալ, որ մեկը իր կյանքը բարեկամներուն համար տնե։ Ասիկա սերն է։ Ասիկա իր սերն է յուրաքանչյուրիս հանդեպ, քեզի հանդեպ եւ ինձի հանդեպ։ Ավելի մեծ սեր չի կա։ Որ մեկ իր կյանքը իր բարեկամներուն համար տնե եւ այդ սերը Հիսուս ցույց տվավ Գողգոթայի խաչին վրա։ Յուրաքանչյուրիս համար իր կյանքը տալով եւ մեր մեղքերուն քինը վճարելով Աստված այսպես կսիրե։ Աստծո սերը այսպես է։ Հիսուս չի թագավոր էր զորությամբ, թեև զորություն ունի։ Հիսուս կթագավոր է զոհողությամբ, իր կյանքը տալով։ Չի թագավոր էր կյանքեր առնելով, այլ կթագավոր է կյանք տալով, որովհետեւ մենք իր դված կյանքով մենք կյանք ստանանք։ Հիսուսի խաչելությունը մեր արջևը մարդահրավեր կփարա։ Չեն կնար չեզոք կենալ։ Գամ պիտի հավատան գիրեն եւ գամ պիտի մերժեն գիրեն։ Չեզոք տեղ չի գա, մոխրակույն չի գա, գամ սև է գամ ջերմակ է, գամ այո է գամ ոչ է, մեջտեղ տեղ չի գա։ Խաչելությունը մեզի իրականության առջև գտնե, որ մենք բարդավոր ենք պատասխան տալու։ Մեծամասնությունը չի ջանցան զինքը, բայց հետաքրական կերպով զինք խաչողները, զինվորները ջանցան իրեն, բայց մահեն ետքը։ Եվ ինչը սավ 100 աբետը։ Իսկապես ասիգա Աստուծո որդին էր։ Իսկապես ասիգա Աստծո որդին էր։ Ինչու այդպես ասավ, պիտի փորձեմ ցեզի գիրագյորը ադոր մասին բացատրել։ Ինչու սավ 100 աբետը իսկապես ասիգա Աստծո որդին էր։ Ջանցավ
Եվ կարծեք ասավ մենք Աստծո որդին խաչեցինք։ Բայց արդեն ուշ էր։ Բայց Աստծո ծրագիրն էր, որ Աստված թույլ տվավ, որովհետև Հիսուս ինքը ասավ. «Մեկ ինձ իմ կյանքս չարդեր, հապա ես իմ կյանքս գուդամ»։ Խաչը չմերծուց Հիսուսը, այլ Հիսուս ինքը իր կյանքը տվավ։ Ով է այս մարդը քեզի համար։ Ով է Հիսուս քեզի համար։ Չեզոք կենալու տեղ չի գա։ Հիսուս մեր թագավորն է։ Հիսուս մեր դերն է, Հիսուս մեր փրկիչն է։ Աշխարհեն մեր ժված, բայց Աստծո մե ընդրված։ Չարչարվեցավ, բայց իր չարչարանքով մարդկությունը փրկեց։ Խաչվեցավ, անշարժ եղավ, գաբեցին զինքը խաչին վրա, բայց միլիոնավոր մարդոց ազատություն տվավ։ Ձաղրվեցավ, բայց Հավիդյան գիշխ է, հավիդենական թագավոր մնե։ Չիջանցան զինք ծաղրոները, զինք խաչոները չիջանցան, բայց ասիկա վերջավորությունը չեղավ։ Իրենք կարծեցին, որ կերեզմանը տնելով, քարը քլորելով, քոցելով վերջավորություն եղավ։ Կարծեցին, որ քիրքը քոցեցին, բայց Աստված ասավ, որ քիրքին մեջ միան մեկ չապտեր մը կոցվեցավ, բայց քիրքը չի կոցվեցավ։ Քիրքը բաց է, մինչև այսօր բաց է։ Եվ ամեն մեկուս կյանքը մեկ չապտեր մն է այս քիրքին մեջ։ Այդ մարդոց համար կարծեցին, որ վերջացավ ամեն բան, բայց ամեն բան նոր պիտի սկսեր։ Եվ ադոր մասին պիտի խոսենք կիրակի օրը։ Ինչպես ամեն բան նոր պիտի սկսի։ Ինքնին խոնարեցուց Հիսուս, մինչև հոժարեցավ խաչի մահվան, անոր համար ամեն լեզու պիտի թավանի եւ ամեն ձունկ պիտի ձրի, որ Հիսուս Քրիստոս թագավոր եւ դեր է։ Ինչ պիտի դնես իրեն։ Ինչ պատասխան ունիս այս խաչյալին առջև։ Աստված զինք պարսացուց և իր անունը ամենամեծ անունի եղավ։ Եկեք մենք ալ այս խաչին առջև, խաչյալին առջև մեր սրտերը խոնարեցնենք։ Նոր զղջումով, նոր խոստովանությամբ, նոր ապաշխարությամբ, նոր դարձով վերանորոգելու մեր հավատքը, մեր նվիրումը և մեր սերը։ Գիտնանք, որ Հիսուսի արյունով է, որ մենք մեր մեղքերը կմաքրվին և կսրբվին։ Հովհաննես առաքյալ գսե անոր որդին Հիսուս Քրիստոսին արյունը մեզ ամեն մեղքե կսրբե, ամեն մեղքե։ Այդ արյան մեջ զորություն կա, մեր բոլորիս համար և մեր բոլոր մեղքերուն համար, այդ արյան մեջ զորություն կա, անոր համար ատքային զորություն ունի Քրիստոսի արյունը, խաչին վրա թափված արյունը։ Նույն Հովհաննես առաքյալը գսե, եթե խոստովանենք մեղքերնից, հավատարիմ ու արդար է անիկա մեր մեղքերուն թողություն տալու և մեզ ամեն անիրավութեն է սրբելու։ Հավատարիմ է Աստված։ Եթե խոստովանենք, անիկա մեր մեղքերուն թողություն պիտի տա։ Եկեք այս վերջին 5 վայրկյան ունենք առջևնից։ Եկեք մեր վերջին երգով երգենք։ Եվ ինչ երգենք այս երգը, մեր դեղերուն մեջ, մեր նստած դեղերուն մեջ։ Այս աղոթքով, այս նվիրումով եւ այս ապաշխարությամբ վերանորոգենք մեր հավատքը եւ մեր նվիրումը։ 56-րդ երգը երգենք միասին։ Երգ 56։ Ես կնային, որ մերավ
Շահես նասկսեմ վարդություն սալ գանարկեմ չբարձենամ ուրիշ բանով բայց թե միայն Չիսմաով բոլոր պապակս մեծ կամ չնչին ես կզոհեմ իրավին դեսիր կլխեն ծերքեն ոտքեն Սերդըտ մոչուն մեկ կվազեն երբ միացան ասոնք ասանք ինչպես սրին կուշեր մսան Նարկայից ինձի դրվեր անշատ վստիկ բարգև մաներ հասավ տերոջ անուսիրույն արժան է դալ ինձ ողջուն Ամեն Եկեք ոտքի վրա հայրմերը արդասանելով այսօրվա մեր հանդիպումը փակենք Հայր մեր որ երկինս ես Սուրբ Եղիցի անուն քո Եկեսցե արքայություն քո Եղիցին գամ քո որպես հերգինս եւ հերգրի Սած մեր հանաբազոր դուր մեզ այսօր Եվ թող մեզ սպարդիս մեր որպես եւ մենք տոնք մերոց բարդաբանած եւ մի դանիրս մեզի փորձություն այլ փրկյաս մեզի ճարեն զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք Հավիդյանս Հավիդենից ամեն Գիշեր բարի ծեր բոլորին մեր հանդիպումը գիրագի առավոտ ժամը 11-ին հաջիկ եկեք եւ ցեզի հետ ծեր բարեկամները եւ ասկականները հրավիրեցեք Գիշեր բարի